Հենց երեք երկարացրել էին ու շատ լավ էր ավելի։ Այսօր հանել են նորից։ Ում էր խանգարում դրոշը։ Ով է դիվոտում Արցախի դրոշից, հարցնում են մարդիկ, որ դեռ չորեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում տեսել են Արցախից ածանվող եռագույնը։ Երեք երեկոյան են կատաղի մարտեր ընթացել դրոշի դեմ։ Իրավապահները հարձակվել են Հոհիդա երիտասարդների վրա, երբ նրանք փորձել են Ֆրանսիայի հրապարակում տեղադրել օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի հրահանգով հեռացված դրոշը։ Երկու երիտասարդ ձեռքերին պարզապես Արցախյան Հանրապետության դրոշ մոտենում են Ֆրանսիայի հրապարակին եւ չգիտես թե որտեղից բազմաթիվ բերետավորներ պարզապես հարձակվում են երիտասարդների վրա, խլելով դրոշը, խլելով ինչ որ կա տարածքում եւ բերման են ենթարկում։ Չորեքշաբթի երեկոյան Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու երրորդ փորձն էր վերջին մեկ շաբաթում։ Ամեն անգամ դրոշը տեղադրելուց հետո քաղաքապետարանի աշխատողները գալիս էին այն տանում։ Այդ գործողությունից հետո Հոհիդա երիտասարդներն ավելի մեծ դրոշ էին ծածանում այդ խաչմերուկում։ Սա պարզապես պայքար չի որևէ տեղ Արցախի դրոշը դնելու համար։ Սա պարզ քայլ էր ցույց տալու, թե օրվա իշխանությունները իրենց ատելության մակարդակը ցույց տալու համար ու այդ դրոշը որևէ տեղ չտեսնելու համար ինչերի են պատրաստ։ Արցախի դրոշի դեմ պայքարը Հոհիդա երիտասարդների պնդմամբ պայքար է հայկական հիշողության, պատմության եւ արժեքների դեմ եւ բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։ 2022-ին դիմադրության շարժման օրերին որպես նոր պայքարի ազդանշան էին ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում տեղադրել Արցախի դրոշը։ Այդ տարի էլ Ֆրանսիայի հրապարակից դրոշը հեռացրել էր քաղաքային իշխանությունը, սակայն դաշնակցական երիտասարդներն այն նորից էին տեղադրել։ 2022-ի օրինակ ցույցերից Արցախի դրոշը որտեղ հայտնվում էր, ինչ որ ագրեսիա էր, հարձակումներ էր։ Արտաշատում էր անհետացել Արցախի եռագույնը։ Երևանի մետրոյի կարգավարն էր ամեն կերպ փորձել վագոնը մաքրել Արցախի դրոշից։ Մի նմանվեք թուրքերի, խնդրում եմ ձեզ, մի նմանվեք թուրքերի։ Ցանկացած հայ բացառվում է, որ չհիշի։ Ֆրանսիայի հրապարակում այս տղամարդը վստահեցնում է, եթե անգամ Հայաստանում իշխանությունների հրամանով այրեն բոլոր դրոշները, չեն կարող մոռացնել, որ հայկական է Արցախը։ Ես չգիտեմ մտենց այ, որ մոռանա Արցախի մասին։ Գայանե Մովսիսյան, Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Առաքել Օհանյան, Հայլուր։